Անարյուն քաղաքացիական պատերազմի մի իրավիճակ է ստեղծվել մեր երկրում։ Մենք քաղում ենք օրվա իշխանությանը մնալու համար իրականացվող տեխնոլոգիաների սերմերը մեր ինքնության դեմ հռչակվել է պատերազմ։ Պատվիրվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որը երկարաժամկետ խնդիրներ իրենց կարծիքով փորձում լուծել եւ իրականացվում է Հայաստանի իշխանությունների ձեռքերով։ Այն նարատիվները, որոնք որ հիմա օգտագործվում են, որպեսզի մեզ ցույց տան, թե մենք ինչքան վատն ենք եղել եւ մեզ ինչքան կարագ է պետք կրթվել, իրենք չունեն խորքային նշանակություն, որ Հայաստանի իշխանությունները իրենց ներքաղաքական գոյությունը կամ իշխանության մեջ մնալու անհրաժեշտ բանը գարանտը գտել են մեր ժողովրդին մշտապես նվաստացած վիճակում պահելու բանաձևի մեջ գործ ունենք քաղաքագիտական բառապաշարով ասած կոլաբորացիոնիստ իշխանության հետ, որևիցե մեկը մինչև հիմա չի խոսել, ովքեր որ հայտ են ներկայացել Փաշինյանին փոխելու, թե ինչ է լինելու Հայաստանում Փաշինյանի հեռացնելուց, ասենք առաջիկա 7-10 օրվա ընթացքում, ով որ ցույց տա այն բանաձևը, որի հետևանքով Հայաստանը չի ունենա Փաշինյան եւ կունենա խաղաղություն, այդ արժանապատիվ խաղաղության մասին է խոսքը, հա, այդ ուժը բավական մեծ համակրանք է ստանալու մեր ժողովրդի ինչ որ մի հատվածի կողմից։ Պետք է կարողանալ ստեղծել նոր միավոր, նոր ճարտարապետություն, որը որ նորից մեզ դարձնելու է մրցունակ, ամբիցիոզ երկիր այս տարածաշրջանում։ Սրա դեմ հակաքայլեր եւ հակաթույններ կան, ու այդ հակաքայլերն ու հակաթույնները չեն բերելու նոր ողբերգությունների։ Անկախ պետականության 34-րդ տարում եւ գոյության բազում հազարամյակների պատմությունը թիկունքին հայ հասարակության մեջ սրվել են արժեքաբանական ու գոյութենաբանական խնդիրները։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր։ Միթե փորձություններով լի պատմությունը, գոյապայքարները, պետականության կերտումը բավարար չէին ազգային իմունիտետի ձևավորման համար։ Պատմական գիտությունների թեկնածու քաղաքագետ Նարեկ Գալստյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար ձեր զբաղված առօրյայում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեկ շաբաթում երկու երիտասարդ սպանվեց Հայաստանում տարբեր քաղաքներում։ Չնչին, շատ չնչին, մանրամասներին արդեն տեղյակ են, կենցաղայինից էլ ցածր վիճաբանությունների պատճառով։ Արդյոք այսպես պետք է լինի ձեր կարծիքով պատերազմ ծանր պարտություն կրած մի քանի հազար զոհ տված երկրում, արդյոք սա այս դեպքերը խորքային ավելի process-ի վկայությունը չեն, ինչ որ մի ցած ինքնաոչնչացման մեխանիզմ գործի դնելու ազգի հետ կապված։ Թե դրանից գանք ավելի շատ հետաքրքիր հարցադրում էր հատկապես այդ երկու ողբերգական օրինակները բերելով, ինչի մասին քիչ առաջ խոսեցիք, տեսեք, ենթադրում եմ, որովհետև այնուամենայնիվ երևի թե ավելի լավ մասնագետներ կան այս խնդրի շուրջ խոսելու համար, որ մի քանի տեղի ունեցած եւ տեղի ունեցող գործընթացներ միախառնվել են իրար եւ այս կամ այն չափով ազդել են բացասական առումով բնականաբար մեր հասարակության վրա։ Դա դեպք ֆիքսենք, որ մեր մոտ հիմա կա ներլարվածային, այսպես ներհասարակական լարվածություն սարսափելի եւ որոշակի առումով ատելության միմյանց նկատմամբ սարսափելի վատ վերաբերմունքի մի հարցազրույցում ասացի, որ անարյուն քաղաքացիական պատերազմի մի իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, երբ որ եղբայրը ատում է եղբորը, հայրը որդուն, որդին հորը ու այստեղ մի քանի այդպես կոմպոնենտ միախառնվել է իրար։ Անշուշտ 20 թվականի պատերազմը եւ 20 թվականի պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները ել առավել ազդեցին մեր այս ներսի լարվածության փոխադարձ ատելության վրա։ Սա ցավոք ցավի սիրտ այսպես է։ Եթե դրան գումարում եւ շարունակում ենք նաեւ այն հանգամանքը, որ անկեղծորեն իրավապահ համակարգը ուղղակի այսպես առանձնապես չի կարողանում լուծել իր առջև դրված մարտահրավերները եւ պատիժն էլ որպես այդպիսին այլևս վախեցնող չէ, ասեմ, կամ չգիտեմ իրավիճակը, այսինքն գիտեք ինչ ժամանակին մարդ սպանելը դա մի այդպիսի, այսինքն հիմա էլ է բնականաբար դա ամենավատ բանն է որ հնարավոր է տեղի ունենա, բայց նկատի ունեմ մեծ աղմուկ էր հասարակական բարձրացնում։ Հիմա կարծես թե մենք դարձել ենք սովորական անհաղորդ
մեկը մյուսի ճակատագրերի նկատմամբ։ Ոչ վաղ հեռու անցյալում էր, ձեր ասածը, սա սպանության հետ կապված չէ։ Այո, չեմ ասում, ասենք, չգիտեմ, 50 համոզում են նոր Հայաստանում այդ բարքերն են վերանալու, այդպիսի բաներ էին մեզ համոզում։ Ես չգիտեմ, ես բացի նոր Հայաստանում, բացի Եռաբդուրի ավելացումից եւ Արցախի կորստից ու մեր երկիրի անվտանգային սարսափելի վատ իրավիճակից, առավել դրան գումարած հասարակության մեջ հանրային հաշտեցման բացակայությունից որևիցե նոր բան, որը ունի ճակատագրական նշանակություն մեր համար, դրական առումով, այլ մինչև հիմա չեմ տեսնում։ Այսինքն, եկեք տեսնենք, պարոն Գրիգորյան, թե ինչ իրավիճակ է, հիմա այդ առումով։ Մենք իսկապես կարիք ունենք հանրային լայն հաշտեցման ու այդ հանրային լայն հաշտեցումը վստահ եմ անդրադառնալու նաև սովորական կենցաղից մինչև միջանձնային հարաբերությունների վրա, մինչև մեկը մյուսի նկատմամբ առավել հանդուրժող գտնվելու վրա, այս ագրեսիվության որոշակի ռուսերեն ասած սպադի վրա, որովհետև կրկին ամենաանիմաստ պատճառներով ու պայմաններով մարդկային կյանքեր են խլվում, ամենաանիմաստ ու անհասկանալի պատճառներով ընտանիքների մեջ խժդժություններ են սկսվում, եւ գիտեք, ես չեմ հիշում, որ Հայաստանում քաղաքական օրինակ դրդապատճառներով, հիմա երկուսը իր հետ երևի խառնացի, բայց այնուամենայնիվ քաղաքական դրդապատճառներով այսպիսի լարվածություն լինի մեկը մյուսի նկատմամբ, այսպիսի ատելություն լինի մեկը մյուսի նկատմամբ, տեսեք թե, չգիտեմ, ամենաշատը սեղանի շուրջ վեճերից այն կողմ չէր անցնում, հա։ Դե հիմա եկեք ասենք, չգիտեմ, ամեն մեկս եթե մի բան մեզ տրամադրենք եւ փորձենք պատկերացնել, թե 2018 թվականից մինչև հիմա ամեն մեկս քանի հարազատ մարդ են կորցրել զուտ ներքաղաքական տրամաբանության մեջ, ապա կտեսնենք, որ ամեն մեկիս կյանքում իսկապես նման բան տեղի ունեցել, հարազատներ, ընկերներ, հազար տարվա ընկերություններ են քանդվել, սա այս իրականությունն է մեր համար էգզիստենցիալ կարևոր նշանակություն ունի հասնել մի հանգրվանի, երբ որ այս ներհասարական թշնամանքը մեղմվի, ու սրա համար իհարկե անհրաժեշտ է օրվա իշխանության դերակատարությունը, մի իշխանություն, որ հենց ինքն է մցրել այս հանրային ատելությունը մեկը մյուսի նկատմամբ, չեմ ուզում չարչկված խոսքեր ասել, բայց հիշենք թե 2018 թվականին Սիրո եւ Թավիշի անվան տակ ինչ դագաղային այսպես մոտեցումներ էին, հա։ Դա սերմերն են խաղում, հա, ճիշտ եմ հասկանում։ Մենք խաղում ենք օրվա իշխանությանը մնալու համար իրականացվող տեխնոլոգիաների սերմերը, որը ենթադրում էր ներսում լարվածության աճ, ցանկացած տիպի այլընտրանքային կարծիքի բացակայություն, այլընտրանքային կարծիքի հանրայնացումը հայհոյանքով եւ այսպես ֆեյքային գրոհով ճնշելու նպատակամղված, ծրագրված մի քաղաքականություն, որը չէր կարող անդրադառնալ մեր հասարակության վրա։ Սրան գումարում ես պատերազմի դառը հետևանքները, սրան գումարում ես 150,000 մարդու տնավեր լինելը Արցախում, սրան գումարում ես վաղվա օրվա նկատմամբ անորոշությունը, գիտեք, մենք անշուշտ մինչև 2018 թվականը մենք միլիոնավոր խնդիրներ ենք ունեցել եւ այդ խնդիրների մեծ մասն է կապված ա եղել Հայաստանի 30 տարվա իշխանությունների ոչ տեղ-տեղ ոչ ճիշտ, տեղ-տեղ վատ քաղաքականության հետ, բայց էգզիստենցիալ անվտանգային հարցերով վաղվա օրվա նկատմամբ այսպես ասենք ոչ վստահելի լինելը, անընդհատ ինչ-որ վատ լուրի սպասելը, սահմանային այս խոցելությունը, այս ամեն ինչը անընդհատ այդ շանտաժը ադրբեջանական, այս ամեն ինչը չի կարող չանդրադառնալ հասարակության վրա, բայց կրկին զուտ հոգեբանական առումով ենթադրում եմ ավելի լավ մասնագետներ կան։ Իսկ արդյոք սա վկայում է, ասեք իշխանությունները են նպաստել, արժեքաբանական ճգնաժամ կա հասարակության մեջ, տեսեք, ինչ որ նոր արժեքներ են փորձում ներմուծել լայն հասարակության մեջ, դրանք հիվանդացնող են, արդյոք դրանք ազդել են այդ ազգային իմունիտետի վրա, ինչի մասին խոսեցի, ինչու եմ ասում, որովհետև իր հողամասի ամեն մետրի համար, չէ, հարևանի կոկորդը պատրաստ կրծող հայ է, հիմա ասած օլիմպիական հանգստությամբ հետևում ոնց է Հայաստանից կտորներ կտրվում։ Հետո մի հատ ուրիշ բան էլ կա, ասում են, չէ, կայսրություն, խորհրդային միությունը դեմոնիզացիան են բան, բայց փորձը ցույց է տալիս, որ 70 տարվա այդ կայսրության մեջ կլիշեները կոտրվեցին, ավելի ազգային պետություն էր իրականում, քան այսօր 2018-ից հետո, դա իմ դիտարկումն է իհարկե, խորհրդային Հայաստանում այդ ազգայինը ավելի բարձր, քան 18-ից հետոյի Հայաստանում։ Հիմա այս պարադոքսի բացատրությունն ունեք։
Եկեք այդ հայկական հասարակության անատոմիական վերլուծությունը միասին փորձենք անել, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, անշուշտ ես ամենաբարձր ճշմարտությունները չէ որ հնչեցնում եմ եւ միգուցե ինքս էլ եմ սխալվում, բայց այն է ինչ որ հասկացել եմ եւ փորձում եմ վերլուծել այս ժամանակահատվածում։ Նախ առաջինը, այո, մեր ինքնության դեմ հռչակվել է պատերազմ։ Եվ այդ ինքնության դեմ պատերազմի հռչակումը իրականացվում է Հայաստանից դուրս դեպի արևելք եւ արևմուտք գտնվող պետությունների կողմից, այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, Եվրոպա, Ռուսաստան բան դրանք խառնված չեն, իրենք չի հետաքրում այդ մասը, մենք հստակեցնենք ու անցնենք։ Այսինքն իրենք չեն ուզում որ մենք պարտված, թուլացած, չհաղթող, այստեղ ուրիշ խնդիր կա, մեր ինքնության կարևորագույն հատվածը կապված էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ անմիջապես տեղի ունեցող գործընթացների հետ։ Ռուսաստանն էլ, Միացյալ Նահանգներն էլ, Եվրոպան էլ ամենաբարձր սարի գագաթից թքած ունի հայկական ինքնության վրա։ Խնդիրը մերն է։ Եվ քանի որ մեր ինքնությունը որպես այդպեսին կապված էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բազմաթիվ գործընթացների ու պատմական այսպես վայրի վերումների հետ, ուստի եւ խնդիրը նաեւ իրենցն է։ Սա որպես այդպեսին առաջինը։ Երկրորդը այդ ինքնության դեմ պատերազմը, ինչպես ասեցի, պատվիրակվել է կամ պատվիրվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որը երկարաժամկետ խնդիրներ իրենց կարծիքով փորձում լուծել եւ իրականացվում է Հայաստանի իշխանությունների ձեռքերով։ Եկեք հասկանանք միասին, թե ժամանակակից հայը, այսօր ապրող հայը ինչպիսի պայմաններում է իր ինքնությունը ձևավորել։ Մենք գործ ունենք երկու տիպի կամ մեկը մյուսին հաջորդող հայի ինքնության տեսակների հետ։ Առաջինը խորհրդային տարիների մասնավորապես մեծ հայերենական պատերազմի արդյունքում եւ մեծ հայերենական պատերազմի հաղթանակի հետևանքով ձևավորված հայ ինքնության հետ էր։ Մի մարդ էր միջին վիճակագրական, որը ստացել էր խորհրդային միության, ասենք 60-70-ական թվականների կամ 80-ական թվականների սոցիալական բավական բարձր լավ պայմաններում եւ խաղաղության արկայության պայմաններում բավական լավ կրթություն, որին թույլ էին տվել կարդալ Վարդանանք, որի օրոք կառուցվել էր Ծիծեռնակաբերդը, որը անկախ անգամ իր կրթական մակարդակից կարողանում էր օգտվել ժամանակի մշակութային լավագույն եւ արվեստի լավագույն այսպես դրսևորումներից, չգիտեմ, ասենք թատրոն այցելել, գրադարան այցելել եւ այլն եւ այլն։ Կա պետական մի քաղաքականություն, որի հետևանքում նաեւ ասենք, չգիտեմ, Սևակի անռելի զանգակատունը գրվեց, որից հետո չգիտեմ, Չարենց վերատպվեց, չգիտեմ, Ռաֆի վերատպվեց եւ այլն եւ այլն, եւ այդ ժամանակահատվածում միջին վիճակական հայը ունենալով նաեւ խաղաղության, այսպես որոշակի, որը շատ կարեւոր հանգամանք է, խաղաղությամբ ապրելու հնարավորություն, մեջը նաեւ որոշակի ազգային զարթոնք ձևավորվեց։ Շատ պարադոքսալ, խորհրդային միությունը չուզենալով թե ուզենալով ձևավորեց մարդ, որը պիտի անկախ պետություն հետո ստեղծեր։ Ես չեմ կարծում, որ ի սկզբանե անկախ պետություն են ցանկացել ստեղծել մեծի մասը, պաշտոն անկախական շարժումներ կային, բայց այնուամենայնիվ դա կապիտալիզացիան տեղի ունեցավ 91 թվականի անկախությունով եւ դրանից հետո Արցախյան պատերազմի հաղթանակով, որը նույնպես շատ կարեւոր էր ոչ միայն զուտ Արցախահայության տրամաբանության մեջ, այլև ցեղասպանության հետևանքով այդ խեղճացած հայի ռազմական հաղթանակի ձևակերպմամբ, որը իրականում մեզ փոխեց ու դարձեց լրիվ այլ տրամաբանության, լրիվ այլ ինքնության Պլյուս 90-ականների սերունդ եկավ, էլի դրանից հետո դրանով դաստիարակ։ Այս 30 տարիների ընթացքում իրականում ես կարծում եմ, որ այդ հաղթանակի նկատմամբ հանրային ճիշտ աշխատանք չտարվեց, այսինքն նոր անկախացած Հայաստանում ձևավորվող քաղաքացու, օրինակ Կոստանդզարյանը մի հետաքրքիր բան ունի, ձևակերպում ունի, ասում է Արարատյան մարդու տեսակ, Արարատյան մարդու տեսակի մասին նոր ձևակերպում տեղի, այսինքն Արարատյան մարդու տեսակի ձևավորման վրա իրական աշխատանք չտարվեց, որովհետև տեսեք էլի, այսինքն ամենակենցաղային օրինակներն են բերում 90-ականների հաղթանակի տարիները մեզ մոտ վերաձևակերպվեց մթի եւ ցրտի տարիների, որը օտարացրեց մեզ նաև այդ հաղթանակի զգացողությունից, որովհետև երբ որ դու ասում ես դու 93 թվականի, 92 թվականի քո ամենակարևոր իրադարձությունը որն էր, դու անմիջապես պիտի պատասխանես Շուշիի ազատագրումը, եթե պետական քաղաքականություն է, բայց դա մենք հիշում էինք այն զրկանքները, որոնք որ մենք, մեր ծնողները, մեր պապիկները եւ տատիկները կրել են 90-ական թվականներին, ու սա
քաղաքական նպատակներով դարձավ տրենդային ավելի շատ, կոչվելով մթի եւ ցրտի տարիներ։ Հետո արդեն անշուշտ, երբ որ դու որոշակի առումով օտարանում ես քո հաղթանակից ու այդ հաղթանակը չես համարում քոնը, նաեւ այդ հաղթանակը շատ դեպքերում օգտագործվում է ներքաղաքական նպատակներով, մենք ունենում ենք մի իրականություն, երբ որ հասարակության ինչ-որ մի հատված օտարանում է։ Բայց այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ այն ինչ-որ տեղի ունենում հիմա, այն ինչ-որ տեղի ունեցել այդ ընթացքում, սրանք քաղաքական կոպտագույն սխալներ էին, բայց հիմա տեղի ունենում պատերազմ ինքնության, հայի ինքնության դեմ։ Դա վերջին ստադիան է։ Ես չեմ հենց դրան եմ ուզում ասել։ Դրա հետ մեկտեղ ես վստահ եմ, որ այն ամեն ինչ այն նարատիվները, որոնք որ հիմա օգտագործվում են, որպեսզի մեզ ցույց տան, թե մենք ինչքան վատն ենք եղել եւ մեզ ինչքան արագ է պետք կրթվել, իրենք չունեն խորքային նշանակություն, որովհետեւ չգիտեմ, չեն կարող մտնել մեր արյան մեջ ու չեն կարող դառնալ նոր, այսպես կոչված նոր Հայաստանի նոր հայի տեսակ, ես դրանում իսկապես համոզված եմ։ Ինչու եմ համոզված եւ վստահ եմ, որ երբ որ Հայաստանում տեղ ունեցան քաղաքական փոփոխություններ եւ Հայաստանում տեղ ունենան իշխանափոխություն, ապա այդ բոլոր պսևդո գաղափարները, որոնց տակ չկա ոչ մի գիտական, ոչ մի բարոյական եւ ոչ մի չգիտեմ, անգամ ազգագրական որևիցե հիմքություն չունի։ Ցիտատներ են թրծրած, որոնց տակ չկա հոդված, այսպես հա կարող ենք պատկերավոր ձևակերպել։ Միտք է, որի տակ չկա հղում, հա։ Մենք գործ ունենք քանի որ օրվա իշխանությունների համար ցանկացած հաղթանակի նկատմամբ զգացողություն կամ էմոցիոնալ ինչ-որ դրսևորում իրենց համար կարող է բերել վտանգավոր հետևանքների, դրա համար իրենք ձևակերպել են Հայաստանը վերածել տնտեսական մի տարածքի, որտեղ հերոսը հարկատուն է եւ հարկատուի կերպարի շուրջ ձևավորել մի իրավիճակ, որտեղ ուտելը եւ այսպես լի սեղանները պետության միակ ու հիմնական գրավականն են։ Այնինչ այդպես չի եւ չի կարող լինել։ Այս գռեհկացումները արհեստական, ասենք օրինակ, չգիտեմ, հա, ասենք երկրի վարչապետը ինչ որ արտասահմանում միտեղ ասում է, ինչի Կամբերայի հայի պատճառով պետք է ռումբեր նետվեն, որ ինքը ցանկանում է Արարատը եւ այլն, պետք է ռումբեր նետեն Զորանոցի վրա։ Հայաստանի ոչ մի իշխանություն Արարատի վերադարձի կամ Արարատը գրավելու մասին չի խոսել։ Արարատը այն սիմվոլն է, որին դու նայում ես ու դա քո արյան մեջ է, քո գենետիկ կոդի մեջ է, քո ինքնության մեջ է, ու սրա օտարելու փորձերը ուղղակի ծիծաղելի են, որովհետև ոչ միտեղ չեն բերելու, վստահեցնում եմ ոչ միտեղ չեն բերելու։ Հիմա այդ մի քիչ փորձենք ավելի համակարգված գնահատական տալ այսօրվա իրավիճակին։ Հայաստանի իշխանությունները իրենց ներքաղաքական գոյությունը կամ իշխանության մեջ մնալու անհրաժեշտ բանը գարանտը գտել են մեր ժողովրդին մշտապես նվաստացած վիճակում պահելու բանաձևի մեջ, որը նաև հնարավորություն է տալիս ստանալ լոյալ վերաբերմունք արևելքից եւ արևմուտքից, ինչպես խոսեցինք, այսինքն Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Լավ, այդ պարագայում Արարատը լավ հիշեցիք, բայց մի բան էլ հիշեցնեմ որպես ռեպլիկ, մեկը եղել է, որ Սևրի պայմանագրի մասին խոսել է միայն Նիկոլ Փաշինյանը։ Հայաստան, այսպես գիտես, քանի օրինակներ կարելի է Հայաստան, տեսեք, Սևր եւ լավ, Արցախ Հայաստանը, այսպես ասենք, իշխանական մակարդակով նշվեց Սևրի պայմանագրի 9-րդ ամյակը, հա, դե քանի որ մենք գոյություն ունենք գործ ունենք կոնյունկտուրային իշխանության հետ, որը որևիցե հարցի շուրջ ունի որևիցե գաղափարական մոտեցում ու ձևակերպում, գիտեք, ասենք Հայաստանում մշտապես 88-ից հետո երևի թե 90-ականի հատկապես երկու գաղափարական լուրջ հոսանքներ են եղել։ Շարժման 80 թվականի շարժման արժեքային համակարգի վրա հոսանքը եւ առավել ազգային գծիկ սոցիալիստական, այսինքն ավելի դաշնակցության կամ դաշնակցական որ կոչում են, հա, կամ հայդատական որ կոչում են, հա, այդ երկու գաղափարական հոսանքները։ Այս երկու գաղափարական հոսանքները իրենց մոտեցումների մեջ բավական համոզված են եղել եւ այդ կռիվը իրար մեջ բավական այսպես թեժ ֆազաներ է ունեցել, ստադիաներ է ունեցել, Հայաստանում դաշնակցություն է կասեցվել, դրանից հետո դաշնակցություն եկել է իշխանության, չգիտեմ, ՀՀՇ-ի նկատմամբ որոշակի հալածանքներ են սկսվել, բայց այս երկու գաղափարական հոսանքները
որի առանցքի մեջ կարելի է տեղավորվել օրվա գրեթե բոլոր քաղաքական ուժերին եւ անհատներին, հա, պայմանականորեն ասած, իրենք համոզված մոտեցումներ ունեցող հոսանքներ են եղել։ Օրվա իշխանությունները ես վստահեցնում եմ, որևիցե հարցի շուրջ չունեն որևիցե գաղափարական մոտեցում։ Սա կոնյունկտուրային, այս եվրոպեական, սեփական իշխանությունը պահելու թելադրանքից ելնող մոտեցումներ են։ Չի կարող 2018-19 թվականներին Սևրի պայմանագիր նշող Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարում է, որ արդեն 20 թվականին, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու համար, որը հայտարարում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, որը հայտարարում էր, որ ինքը իրավունք ունի Արցախահայության անունից խոսելու, որովհետեւ ինքը Հայաստանի վարչապետն է, իսկ Արցախահայության ցանկացած որոշման տեր է, եւ այսպես կարող եմ ստորակետներ դնել շարունակ, հիմա իր կաբինետում փոխել Արարատի նշանը Արագածով։ Կրկնում եմ, սա բացառապես, ես դրա մեջ վստահ եմ եւ համոզված եմ, կոնյունկտուրային, այս եվրոպեական, սեփական իշխանության գոյության համար նոր կենարար ուժ գտնելու մոտեցում է։ Չկա այդպիսի բան, որ այս մարդը խաղաղարար է, որ այս մարդը, չգիտեմ, վաղը չէ միսօրը կամ այս իշխանությունը առնվազն հավակնելու է Նոբելյան մրցանակի ինչ-որ խաղաղության դափնեկիր է դառնալու, մյուսն է լինելու։ Ամեն ինչ արվում է սեփական իշխանության երկարացման տրամաբանությունից ելնելով։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր համար ինձ անհրաժեշտ են արտաքին պարտներներ, այս պահին այդ արտաքին պարտները ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ ավելի շատ Թուրքիան է, իսկ այդ արտաքին աջակցությունը ստանալու համար ինքը պետք է Հայաստանում իրականացնի մի քարոզչական կամպանիա, որը կբավարարի Անկարային եւ կբավարարի անձամբ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, հա։ Սա այս տրամաբանությունից ելնելով է։ Այսինքն մենք գործ ունենք քաղաքագիտական բառապաշարով ասած կոլաբորացիոնիստ իշխանության հետ, ինչ է նշանակում կոլաբորացիոնիստ, համագործակցություն, թշնամու հակառակորդի հետ համագործակցություն, արտաքին անվտանգային հարցերի դելեգացիա այդ հակառակորդին թշնամուն եւ ներսում որոշակի ոստիկանապետության ստեղծում սեփական իշխանությունը պահելու համար։ Այսինքն պատմաբան եք դուք, հա զուգահեռներով ինքը օրինակ, չէ, Պետենի հետ Պետեն կոլաբորացիա չկա նման օրինակ, եթե մոտակա նորագույն պատմության մեջ բերենք զուգահեռ ում կման նմանացնենք այդ պարագային, որ երկրի, որ իշխանությանը։ Ֆրանսիական այսպես կոչված վիշիստական կառավարության ղեկավար Մարշալ Պիտենի հետ էլ անգամ համագործակցությունը իմ կարծիքով ճիշտ չի կամ համեմատությունը ճիշտ չի, որովհետև վերջի վերջո Պիտենը վիթխարի պատմական կերպար եւ առաջին աշխարհամարտում լրջագույն դերակատարություն ունեցած Ֆրանսիայի մարշալ Վերդենի առյուծային իրեն ասում, Վերդենի ճակատամարտում իր ամիջական այսպես մասնակցության համար չունեմ ես պատմական որովհետեւ նախատիպ, բայց ես կարծում եմ, որ օրվա իշխանություններին լավ ճանաչելու համար ցանկացած մի քիչ թե շատ մտածող մարդ, եթե անշուշտ չի հասցրել, ապա խորհուրդ կտամ կարդալ 1-2 կոթողային գիրք, որոնք որ կարող են բավական լուրջ բնորոշել օրվա իշխանություններին։ Առաջինը, որ խորհուրդ եմ տալիս կարդալ, Լեոն Ֆայթֆանգերի Լժեներոն կամ Կեղծներոն աշխատությունն է, որտեղ եղած այսպես տասնյակ տարիներ առաջ դեռևս գրված այս գիրքը, անկախ չեմ հիշում երբ է գրվել, մեծ բացատրություն են տալիս Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու այդպես կարելի է 1-2 այլ աշխատություն նույնպես ասել։ Հաղորդման վերջին գնալով ապագայով, հա, փորձենք ինչ-որ ապագայով ավարտել։ Հիմա այս ամեն ինչը, այս բոլոր տեսակի ճգնաժամերը արժեքայինից մինչև անվտանգային, այնքան խորն են, որ միայն բանալ իշխանափոխությամբ հնարավոր չէ դրանք հաղթարել, նայեք։ Նախ օրինակ ինչպես է, օրինակ Փաշինյանի հարցը չէ՞ ցակում, ինչպես հեռացնել, օրինակ հասարակությամբ ենթադրենք։ Տպավորություն չէ, որ հասարակության համար դա կոմֆորտ է ու դրանով դի զբաղվեն էլիտաները։ Օրինակ այս վիճակը կոմֆորտ է, էլիտաները դի զբաղվեն։ Իսկ այդ էլիտաները կան, որոնք կարող են հեռացնել Փաշինյանին, ու իրենք չեն սահմանափակի միայն իշխանափոխությամբ ամենակարևորը, այդ կանեն այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Տեսեք, ձեր հարցը բազմաշերտ եկեք մի քանի մասի բաժանենք, հա, առաջինը հասարակությանը կոմֆորտ է թե ոչ, նախ
ես իրավունք չունեմ հասարակության անունից խոսելու, բայց կարող եմ վերլուծել օրինակ սոցհարցումների տվյալները, սոցհարցումների տվյալներով դատարկ փողոցներով էլ կարող վերլուծել, ոչ մեկ փողոց դուրս չի գալիս։ Միգուցե դա փողոց հրավիրողի խնդիրն է այնուամենայնիվ, էլի։ Մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, այդ իմաստության մեջ կա անձրևի տակից չփափախնելու եւ կարկուտի տակ չընկնելու, այսպես ինչ-որ ենթամշակութային կոդ ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, ձևակերպումը ոնց է։ Սոցհարցումներով մենք ունենք Փաշինյանի նկատմամբ կամ այս օրվա իշխանության նկատմամբ, բավական վատ վերաբերմունք մեծամասնության կողմից ըստ սոցհարցումների, բայց դա չի նշանակում, որ այդ ըստ սոցհարցումների կամ մեկը, որին որ հասարակություն տեսնում որպես Փաշինյանին փոխարինող։ Մի քանի բանալի բաներ կան, որոնք որ կարծում եմ, որ հավակնորդները պիտի կարողանան եւ փորձեն անել։ Առաջինը, որևիցե մեկը մինչև հիմա չի խոսել, ովքեր որ հայտ են ներկայացել Փաշինյանին փոխելու, թե ինչ է լինելու Հայաստանում Փաշինյանի հեռացնելուց, ասենք առաջիկա 7-10 օրվա ընթացքում։ Ինչպիսի բովանդակության Հայաստանի մասին է խոսքը։ Մեկը գնա, մյուսը գա տրամաբանությունը, անշուշտ իմ այսպես սուբյեկտիվ համոզմամբ այսօրվա իշխանությունը իսկապես վարկյան առաջ պետք է հեռանա, բայց պիտի ընդունենք, որ այսօրվա իշխանության քաղաքականությունը Հայաստանը բերել հասցրել է մի այնպիսի փակուղու, որտեղից ելքերը շատ քիչ են։ Սա մեկ։ Երկրորդը, պիտի ընդունենք, որ պարտությունը, որ մենք գրանցեցինք 20 թվականի եւ դրան հաջորդող տարիներին, որի հանգուցալուծումը 23 թվականի Արցախի ողբերգությունն էր, Արցախի ինկնելն էր վերջնականորեն, այդ պարտությունը Նիկոլ Փաշինյանինը չէ, այդ պարտությունը Հայաստանի Հանրապետությանն է եւ հայ ժողովրդինն է։ Մենք պիտի փորձենք առերեսվել իսկապես այդ պարտության հետ եւ փորձենք կառավարել այդ պարտության հետևանքները, այլ ոչ թե տրվենք վերջնականապես այդ պարտության մյուս կողմի պահանջներին։ Այսինքն փաստ է, որ պարտվել ենք, փաստ է, որ պարտությունը դառը պտուղների է բերելու, բայց այդ դառը պտուղների կառավարելու խնդիր գոյություն ունի, այլ ոչ թե այդ դառը պտուղներից հետո սեփական երկիրն ու պետությունը թշնամու ողորմածությանը պետք է հանձնվի։ Սա շատ կարևոր է։ Մենք արժանապատվության օրինակների կարիք ունենք, արժանապատիվ խաղաղության կարիք ունենք, որտեղ չկա մեկը կարծում եմ, որ նոր պատերազմի ցանկություն ունի։ Եվ ստեղ էլ է շատ կարևոր, որ Փաշինյանին հեռացնող իշխանությունը կամ հեռացնող թիմը, հա, ինքը չպետք է տա նոր պատերազմի մեսիջներ հասարակությանը, չպետք է տա ուղղակի, չպետք է տա եւ պետք է ունենա ռացիոնալ սեփական ուժերի հաշվարկումը իրականացնող արտաքին անվտանգային եւ աշխարհակաղակական իրավիճակը գնահատող մոտեցում։ Հակառակ պարագայում Նիկոլ Դավաճան, Փաշինյանը, չգիտեմ, Թուրքիա, եսի ինչ եւ այլն այդ էպիտետներով հնարավոր չէ այլևս եւ ճիշտ էլ չէ գնալ առաջ։ Կրկնում եմ, մենք ունենք մի իրավիճակ, որտեղ օրվա իշխանությունը բերել եւ հասցրել է պետությանը գահավիժման մակարդակի։ Ուստի եւ այդ գահավիժումից գոնե 20 մետր հետ տանելը պետությանը մեծագույն ճիգեր ռացիոնալ քաղաքական աշխատանք է պահանջում, այլ ոչ թե էմոցիոնալ եւ զգայական մոտեցումներ։ Ուստի ես վստահ եմ, որ ով որ խոսի ապագայի մասին, ով որ ցույց տա այն բանաձևը, որի հետևանքով Հայաստանը չի ունենա Փաշինյան եւ կունենա խաղաղություն, այդ արժանապատիվ խաղաղության մասին է խոսքը, հա, այդ ուժը բավական մեծ համակրանք է ստանալու մեր ժողովրդի ինչ որ մի հատվածի կողմից։ Այն ձայները, որ սոցհարցումներով դեռևս ոչ մեկին չեն սատարում, հա։ Նաև այդ ձայները, եթե գնում ենք էլեկտորալ մակարդակով։ Նշмарում եք անուններ, եթե չտանք ուժերի բան։ Գոնե թե դեռ մինչև այս պահ, մինչ մենք հարցերը ձայնագրում ենք, դուք լսել եք նշույլներ այդ ռազմավարական հետոյի մասին խոսքի։ Մեր էլիտան, ընդդիմադիր Հանրապետության հրապարակներում, այսինքն հանրային միջոցառումների ժամանակ, եթե լսել եմ, ապա շատ կծկտուր եւ այստեղ բան կա, այսինքն հարցերը շատ են, քաղաքական ելույթների մեջ կան որոշ անձինք, որոնք որ իսկապես խոսել են դրա մասին եւ խոսում են դրա մասին, բայց որպես ձևավորված բլոկ այս պահին դեռևս շուտ է ասել, որ օրինակ այսինչ բլոկը կամ այսինչ թիմը կամ այսինչ կոմիտեն կամ այսինչ չգիտեմ ինչը արդեն զբաղվում է դրանով, կարծես թե նշույլներ կան, նշмарվում են, որ որոշակի աշխատանքներ այդ առումով տարվում են։ Մեզ պետք է մեզ միացնող
հայի հետ կապող նոր արժեքային համակարգի ստեղծում, նոր բանաձև, ինքնության նոր մոդել, չասեմ նոր մոդել, նոր միավորման մոդել, որովհետև մինչև 2020 թվականը ինձ եւ ձեզ, պարոն Գրիգորյան, եւ ասենք Ամասիայից մինչև Մեղրի մեր բնակչությանը առանց իրար ճանաչելու ինչ որ բաներ կապում էր այնուամենայնիվ Արցախ, անվտանգություն, բանակ եւ այլն, Հայաստանի օրվա իշխանությունների թեթև ձեռամբ ու թշնամական ներխուժման հետևանքով այդ ամբողջ պատը փլվեց որպես այդպեսին, այդ պատը, որը որ դիմագրավում էր արտաքին այսպես վտանգներին։ Մեր ամրոցի դռները բացվեցին, թշնամի մտավ ներս։ Հիմա այլևս բացի ընդհանուր լեզվից եւ որոշ մարդկանց բարագայում երթադրաբար հավատից, այլ որովիցե բան մեզ չի կապում։ Պետք է կարողանալ ստեղծել նոր միավոր, նոր ճարտարապետություն, որը որ նորից մեզ դարձնելու է մրցունակ, ամբիցիոզ երկիր այս տարածաշրջանում, որովհետև խաղաղությունը չի ենթադրում, որ Հայաստանը չպետք է լինի մրցակից տարածաշրջանի այլ երկրների հետ։ Այն պետությունը, որը որ չունի ամբիցիաներ, չունի ռազմավարական նպատակներ, չունի ռազմավարական նպատակներին հասնելու այսպես մարտավարական մոտեցումներ, շատ բարդ բառեր չգործած են։ Այնպես այդ պետությունը ապագա չունի։ Այն ինչ որ առաջարկում է օրվա իշխանությունը, դա նորից տնտեսական տարածքի մոդելն է, որտեղ դու ուղղակի պիտի, չգիտեմ, երևական հավուտ ես, պայմանական ասած։ Սրան այլընտրանքայինը պետք է լինի ոչ թե դու գնա ես գամ, այլ ինչպեսի բովանդակությամբ ես պետություն նոր պիտի կարողանամ կառուցել, ինչ արժեքների վրա հիմնված, որտեղ Փաշինյանին հաջողեց Երրորդ հանրապետությունը բովանդազուր կանել, որտեղ Երրորդ հանրապետությունը մեծ հաշվով շարժման 80 թվականից եկած Արցախահայնության վրա հիմնված պետություն էր, որը այսօր մեծ հաշվով իր բովանդակությամբ գոյություն չունի։ Չի հասցրել մինչև վերջ ջլատել այսպես։ Դեռ կա տակը բան, որի հիմքի վրա անեն այն ինչ որ դուք ասում եք, այն որ ասում եք հասցրել է գա մինչև վերջ։ Անշուշտ գա, ես հեռու եմ այն մտքից, որ մենք դատապարտված ենք։ Իհարկե դատապարտված չենք։ Գիտեք 1990-91 թվականներին դեռևս դե յուրե սովետական միության արկայության պայմաններում ունենալով երկրաշարժ, ունենալով քանդված կայսրություն ու կայսրության փլատակներ, մենք կարողացանք ձևակերպել Արցախյան պատերազմում հաղթանակ։ Ու սա պատմական իրականություն է, սա պատմական փաստ է։ Դա հենց այնպես վերևից չեկավ ու չիջավ, չէ՞, դա մեր օրվա առաջնորդների քաղաքական սառը հաշվարկի մյուսի եւ այլնի արդյունքն է իրենց բոլոր սխալներով ու թերություններով հանդերձ։ Մեղմ ասած ավելի լավ իրավիճակում չէինք, այսինքն ասել, որ Հայաստանը ավարտվելու է Նիկոլ Փաշինյանով կամ այսօրվա իշխանություններով ճիշտ չէ։ Մեր վառոդներում դեռ այդ վառոդամաններում դեռ վառոդ մնացել է, այսինքն ինչի մասն է խոսքը, պետք չի մեր ժողովրդին դեպրեսիայի մեջ մտցնել որևիցե պարագայում ու ասել, որ գիտես ինչ կամ էսպես է կամ դու այլևս չելնե, չէ, մենք հնարավորություն ունենք իսկապես այս ինչպես իմ ընկերներից Տաթևներ Հայրապետյանը խեղճիզմի պայմաններից դուրս գալ ու ստեղծել ամբիցիոզ բովանդակություն ունեցող կամ վերաստեղծել պետություն անշուշտ հաշվի առնելով անցյալի դառը փորձերը առանց էմոցիաների, առանց ավելորդ քյալագոզության, սառը հաշվարկի հիման վրա։ Եվ վերջում ստեղծված իրավիճակում, տեսեք impeachment եւ այլն տարբեր նախաձեռնություններ չեմ կապի դրանց հետ ուղղակի։ Եթե իրավիճակը այսքան հեղեղուկ է, կա ռիսկ Նիկոլին պայմանական մեկ այլ Նիկոլով փոխարինելու այդ ռիսկը կա այս պահին։ Դե պատմության մեջ մենք ունեցել ենք, մենք ասելով համաշխարհային պատմություն ունեցել է բազմաթիվ դրվագներ, երբ որ մեկի գնալու հետևանքով մյուսի ավելի լավը չի եղել։ Եվ դրա համար եմ ասում, պետք է բովանդակությամբ ծրագիր, պետք է խոսել մարդկանց հետ, այն ուժերը, որոնք որ նմանատիպ հավակնություններ ունեն, եւ ցույց տալ ապագայի մասին իրենց տեսլականը, ռազմավարությունը, որտեղ ավանտյուրիզմ չպետք է լինի։ Սա շատ կարեւոր է, շատ կարեւոր է, հասկանում եք։ Եվ ինչպես նաեւ պետք է մարդկանց հավաստիացնել, որ Փաշինյանի այս ամբողջ աղետը, այս իշխանության ամբողջ աղետը, որ մենք ունեցանք մինչև եւ ունենում ենք եւ դեռևս շարունակում ենք, սրա դեմ հակաքայլեր եւ հակաթույններ կան, ու այդ հակաքայլերն ու հակաթույնները չեն բերելու նոր ողբերգությունների, ինչում փորձում է օրվա իշխանությունը, այսինքն իրենք ինչ են ասում, կամ մենք գնում ենք այն ճանապարհով, որով գնում ենք, կամ Հայաստանի Հանրապետություն չի լինելու։ Սա շատ սարսափելի քարոզչական թեզ է, որը ընդհանրապես բազմաթիվ մարդկանց վրա ազդել է։
Երկրորդ հանգամանքը պիտի մարդկանց նաև կարողանան այդ մարդիկ բացատրել, որ ովքեր որ հրապարակ են դուրս գալիս եւ հրապարակ են դուրս գալիս Փաշինյանի դեմ կռիվ տալու կամ թեկուզ ընտրական տեղամասերում, պայքարելու այս քաղաքականության դեմ, այսպես ասեմ, այդ մարդիկ կռիվ չեն տալիս դրա համար, որպեսզի ինչ-որ բազմաթիվ օդիոսներ կերպարներ, որոնք որ եղել են ժամանակին, ասենք իրենք նորից, չգիտեմ, ասենք վերառեաբիլիտացվեն ու շարունակեն նույն կյանքով ապրել, ինչպես որ ապրել են։ Այսինքն բոլոր այն մարդիկ, որոնք որ կռիվ են տալիս Փաշինյանի համար, պայմանականորեն կռիվ չեն տալիս, որպեսզի իրենք սիրում են Հովիկ Աբրահամյանի անունը տալ, որպեսզի Հովիկ Աբրահամյանը, ասենք, չգիտեմ, իրենք են ասում, ասենք Հովիկ Աբրահամյանի այդ հանրային կերպարը վերարտադրվի ապագայում կամ մյուսի եւ այլն եւ այլն։ Այս երկու հանգամանքը շատ կարևոր է՝ խաղաղություն եւ կոռուպցիա։ Այս երկուսի մասով պետք է կամ կոռուպցիայի ընկալումներ ավելի շատ, հա, այս երկուսի մասով եկող թիմը պետք է բանաձև ունենա կամ մարտահրավեր նետող, վիճակ նետող, Փաշինյանին ասում են ժրեբի բրոշն, չէ՞, վիճակը նետող թիմը պետք է այդ երկուսի դեղատոմսերը ունենա, ախտորոշումը եւ դեղատոմսերը։ Շատ շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր պատմական գիտությունների տեխնացու քաղաքագետ Նարեկ Գալստյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։